Սիրելիներս ողջույն, բարև իմ շատ սիրելի հետևորդ, ինչպես եք թանկագիններս, գիտեք չէ, ես երբ որ սկսում եմ տեսանյութ նկարելը, արդեն պատկերացնում եմ, որքան հազարավոր մարդիկ են ինձ դիտում այդ պահը, հիմա ես պատկերացնում եմ, որ այդքան մարդ իմ հետ միասին պատրաստում են, այնպես որ ես տանը մենակ չեմ, հենց ձեր հետ եմ ու միասին պատրաստում ենք շատ համեղ աղցան։ Որոշել եմ այս ընթացքում մի քանի տեսակի աղցաներ պատրաստել, որպեսզի տոներն են մոտենում, շատ վերջին օրերով չպատրաստեմ, դուք էլ կողմնորոշվեք, ընտրեք այդ տեսականուց, իհարկե իմ ալիքում ունեմ բազմաթիվ տեսանյութեր շատ համեղ աղցանների, այնպես որ դուք էլ ընտրեք հերթով որն եք պատրաստելու, կողք դրեք, պահպանեք ու ամենակարևորը նախապես պատրաստեք, տեսեք համեղ է, թե ոչ, հետո որ տոներին պատրաստեք։ Այսօր այս տեսակն ենք պատրաստելու, ես որ ասում եմ այսօր ես շատ աղցան եմ պատրաստելու, մի 4-5 տեսակի պատրաստելու եմ, բայց յուրաքանչյուրը մեկ տեսանյութի մեջ եմ անելու։ Առաջ մեկ տեսանյութի մեջ 2 հատ աղցան էի պատրաստում, շատ բողոքեցիք, որ առանձին դրեք, այդպես մոռանում ենք, չենք պահպանում, չենք հիշում։ Դրա համար ավելի լավ է փոքրիկ տեսանյութ լինի ու առանձին լինի։ Հեշտ հասարակ բաղադրիչներով այնպիսի բաղադրիչներ եմ ընտրել, որ մենք հայերս շատ ենք սիրում, տավարի միս, ընկույզ, եգիպտացորեն, թթու կամ մարինացված վարունգ, գազարը արդեն եփված, միսը եփված, եգիպտացորենը պահածոյացած վիճակում է, բայց ընթացքն է կարևոր, թե ինչպես ենք պատրաստելու։ Ուրեմն սկսում ենք մսից։ Միսը կամ կտրատեք կամ ծղան արեք, ես այստեղ սիրում եմ, որպեսզի միսը կտրատում եմ, ծղան չեմ սիրում այս աղցանի մեջ։ Նախապես էփեք, լավ միս վերցրեք, առողջ, համեղ, տավարի միս է։ Հորթի միս այդքան էլ խորհուրդ չեմ տալիս, մեծ տարիքով տավարի միսը ավելի համեղ է լինում, այնպես որ, ու մի փոքրիկ մեծ ենք կտրատում։ Ուրեմն յուրաքանչյուր աղցան ունի իր գլխավոր բաղադրիչը, այս աղցանի մեջ գլխավոր բաղադրիչը միսն է, որովհետև ասում ենք տավարի մսով աղցան, երբ որ վերնագիր ենք ընտրում, եթե ինչ-որ բաղադրիչ ես ընտրում, պետք է գլխավոր բաղադրիչը հենց լինի դա, այսինքն այս աղցանը կոչվում է տավարի մսով համեղ աղցան։ Միսը կտրատեցինք։ Ես հիմա փոքրիկ չափաբաժնով եմ պատրաստում, որովհետև այսօր ես շատ աղցան եմ պատրաստելու, ճիշտ է հյուրեր եմ ունենալ, բայց մի քանի տեսակի աղցան արդեն բավական է, մեծ քանակությամբ իմաստ չունի, որ շատ չմնա հաջորդ օրերին, ձեզ եմ խորհուրդ տալիս, փոքրիկ բաժիններով պատրաստեք, օրինակ միսը իմ մոտ ընդամենը 150 գրամ միս էր, 1 տուփ եգիպտացորեն ունենք, դա ենք ավելացնում, ունեմ ընդամենը 3 հատ միջին, այսպես փոքրիկ չափի գազար, դա ենք հիմա կտրատելու, այսպես, հետո կարող ենք մի հատ էլ 4 մասի ենք բաժանում յուրաքանչյուր գազարը ու խորանարդիկների արագ կտրատում ենք։ Սա էլ այսպես։ Հիմա կտրատում ենք վարունգը։ Իմ մոտ մարինացված մարինադ է, մարինացված վարունգ է, ոչ թե թթու։ Իտալիայում լավ ընտրանի չկա, համեղ ընտրանի չկա, շատ ուժեղ քացախի հոտ եմ առնում այս վարունգներից, գոնե լավ է, որ ռուսական խանութներ կան, ոչ թե ռուսական, այլ խառը խանութներ կան, ուկրաինական, ռուսական, ռումինական բաներ են վաճառում, մի քիչ էլ մեր հայկական կոնյակից են վաճառում, բայց իսկականը չի։ Այնտեղից գոնե կարողանում եմ մի փոքրիկ մեր համերին համապատասխան մարինացված վարունգ վերցնեմ, հիմա երևի կասեք ինչու ինքներդ չեք դնում, որովհետև այստեղ այս փոքրիկ վարունգներից չեն վաճառում, դա էլ չեն վաճառում, որ ես օրինակ վերցնեմ ու մարինացնեմ, դա էլ չկա, այնպես որ օտար երկրում ապրելը այսպիսի բան է։ Սա էլ վարունգը, ավելացնում ենք աղցանին, իդեպ աղցանը մայոնեզով է, դուք կարող եք մայոնեզի փոխարեն ավելացնել նաև թթվասեր, բայց քանի որ իմ հյուրերի մեջ կա այնպիսի մարդ, որ ինքը կաթից ալերգիա ունի, դրա համար մայոնեզ եմ օգտագործելու, սովորաբար ես տանը միշտ թթվասերով եմ պատրաստում յուրաքանչյուր աղցան օգտակարության համար իհարկե, բայց այս անգամ մայոնեզով եմ պատրաստելու։
Իհարկե ես ձեզ տեղեկացնում եմ, որ կարող եք օգտագործել նաև թթվասեր։ Մի 50 գրամի չափով էլ ընկույզ մանրացնում ենք, շատ մանր մի արեք, որովհետև ընկույզը պետք է լինի այսպես, մի քիչ խոշոր։ Մի քիչ մաղադանոց և կանաչ թարմ սոխ ենք կտրատում այս աղցանի մեջ։ Դուք կարող եք կանաչ սոխը օրինակ փոխարինել սխտորով, կարող եք մի փոքրիկ պճեղ սխտոր մանրացնել։ Շատ անուշ հետաքրքիր աղցան է։ Համեմունքներից ընդամենը աղ և սև պղպեղ։ Իդեպ ես ոչ մի տեսակի աղցանի մեջ չեմ սիրում կարմիր պղպեղը։ Ինչու չեմ սիրում, ոչ թե համային առումով, այլ տեսքի։ Աղցանի գույնը փոխվում է։ Իր գեղեցիկ գույնը չի պահպանվում, որովհետև կարմիր գույն է տալիս, նամանալ, եթե թթվասեր կամ մայոնեզ ենք օգտագործելու։ Ուրեմն հիմա ես աղցանը այսպես մի հատ առանց որևէ բան խառնելու այսպես սիրուն բաղադրիչներ, լսեք ինչ գեղեցիկ գույն է, կարող եք հենց ձեթել ավելացնել, այսպես ուտել առանց մայոնեզի։ Ես ձեզ տարբերակները առաջարկում եմ, դուք հետո ընտրեք։ Աղ ենք անում, ես աղը մի քիչ եմ անելու, որովհետև արդեն բաղադրիչներից վարունգը աղ ունի, չեմ ուզում, որպեսզի աղի լինի, սև պղպեղ, հենց թարմ աղացած։ Երբ որ համեմունքները ավելացնում եք, մի լավ խառնեք, հետո վերջում նոր մայոնեզը ավելացրեք, որպեսզի համեմունքները ճիշտ բաշխված լինեն։ Եվ մայոնեզ։ 1 ճաշի, 2 ճաշի գդալի չափով։ Ես շատ չեմ ավելացնի։ Այսպես։ Ու հիմա կխառնենք։ Աղցանը պատրաստ է։ Հիմա կարելի է մատուցել և համտեսել, տեսնենք ինչպիսի համ ունի։ Հատուկ զարդարանքներ չեմ անում աղցաներին։ Եթե դուք ուզում եք զարդարել, իհարկե տոնական օրերին արժե գեղեցիկ զարդարել, սիրուն սեղան դնել։ Ես հիմա այսպես առօրյայի համար ուղղակի հյուրեր եմ ունենալու, սիրուն այսպես մատուցելու եմ, թարմ համեղ աղցան։ Այսպես։ Խրթխրթան, համեղ, յուրահատուկ համեր չունի, մեր սիրած աղցանների շարքին է պատկանելու, հաստատ համոզված եմ սիրելիներս, պատրաստեք, անուշ արեք, թող բոլորի համար երջանկություն լինի, յուրաքանչյուր օր, ու այդ երջանկության համար դուք համեղ ուտեստներ պատրաստեք։ Հաջողություն սիրելիներս, շնորհակալ եմ, որ դիտեցիք, շնորհակալ եմ, որ իմ հետ եք պատրաստում եք, վստահում եք, կտեսնենք հաջորդ տեսանյութին թանկագիններս։